այսօր հարցականի տակ է որոշ հատվածների նախնական տեսքով վերականգնումը։ Դեռ մեկ ամիս առաջ Ցեղասպանության հուշահամալիրի եւ Թումանյանի թանգարանի առնչությամբ դիմել եմ ԿԳՄՍ նախարարությանը հետապնդելով մեկ գլխավոր նպատակ եւ հարցադրում. Ինչու պատշաճ մասնագիտական եւ օրինական կարգավորումների շրջանակներում չեն իրականացվել վերապահված գործառույթներ կանխելու հուշարձանի վնասումը։ Ստացել եմ մեծածավալ պատասխան, սակայն մտահոգություններս ոչ միայն չեն փարատվել, այլև ցավալիորեն հաստատվել են, այսպես ուշադրություն։ 2023-ին մեկնարկած Թումանյանի թանգարանի 750 միլիոն գնահատված հիմնանորոգման աշխատանքները, որը 26-ին պիտի հանձնվեին, այսօր սառեցված են հին նախագիծը պիտանի չէ, նոր մրցույթ է կազմակերպվելու։ Թե մինչև հիմա մեր հարկատուների հաշվին ինչ միջոցներ են փոշիացվել, դատեք ինքներդ։ Այսօր տարածվեց Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ 172 ճարտարապետների հայտարարությունը, որոնք դիմելով Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամին, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությանը մասնավորապես արձանագրում են։ Ես ամբողջը չեմ կարդա, բայց մեկ մասը կներկայացնեմ։ Անհապաղ դադարեցնել հուշարձանի ներկայիս վերականգնման աշխատանքները, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետաինժեներական նախագծային լուծումներով։ Դրա հետևանքով խաթարվում է հուշարձանի ինժեներակառուցվածքային կայունությունը, կորում են հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։ Ստեղծել նոր մասնագիտական խումբ, ներգրավելով ինժեներական, ճարտարապետական, սեյսմակայուն, շինարարության եւ վերակառուցման ոլորտներում փորձառու մասնագետներ։ Ես ավարտելով ասում եմ, իհարկե չկարողացա ամբողջը կարդալ, պահանջվում է կոնսերվացվել եւ ահա ես ներկայացրեցի հանրապետական նշանակության 2 հուշարձան, որոնց նկատմամբ վերաբերմունքը ահա թե ինչպիսին է։